Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր ֆորմատ է այս քննարկումը, թեման է շատ կարևոր։ Տես քաղբանտարկյալների թեմային հենց ասենք միկրոֆոնն էլ չի աշխատում։ Շնորհակալ եմ, շատ լավ ֆորմատ է, այո, մի փոքր կուզեմ խոսել այդ ճնշումներից, մեդիայի նկատմամբ ճնշումները միշտ են եղել, կան և լինելու են, մեդիային ճնշում են ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմադիրները նույնպես, որովհետև եկեք անկեղծ լինենք և ասենք, որ անկախ լրագրողը, ազատ մեդիան ոչ մեկի պետք չէ։ Մարդկանց պետք են մեդիաներ, ովքեր կտարածեն իրենց քարոզչությունը, իրենց գաղափարները և ում միջոցով իրենք կարողանան ավելի շատ ձայներ հավաքել ընտրություններին, ավելի շատ հետևորդներ ունենալ, հետևաբար ով պետք է պաշտպանի մեդիային։ Մի փոքր խոսեմ սրանից, հետո խոսեմ նաև քաղբանտարկյալների թեմայից։ Ես այստեղ կուզեմ դիմել իմ գործընկերներին, լրագրողներին, ովքեր ի դեպ Արսեն Բաբայան կհիշի 2016 թվականին մենք կռիվ էինք տալիս նաև լրագրողների դեմ, այսինքն մենք կռիվ էինք տալիս, այո, ՀՔՑ-ի դեմ, ԲՏԲ բանկի դեմ, պետական բազմաթիվ կառույցների դեմ, ովքեր հետապնդում էին ինձ որպես մեդիայի ներկայացուցիչ, և ցավալիորեն կռիվ էինք տալիս նաև որոշ լրատվամիջոցների ու լրագրողների դեմ, ովքեր կատարում էին պատվերներ և աշխատում էին իմ դեմ, չնայած ես իրենց գոլեգան էի։ Այս խնդիրը այսօր էլ շարունակում է մնալ և հենց այսօր էլ նույն քաղբանտարկյալների մասով, նույն հետապնդվող լրագրողների մասով, մեդիայի բազմաթիվ ներկայացուցիչներ միևնույն է շարունակում են պաշտպանել այն իշխանություններին, այն ուժերին, այն կառույցներին, ովքեր ճնշում են այդ լրագրողներին։ Գիտեք, այստեղ կուզեմ, որ մի փոքր մտածեն նույն այդ լրագրողները, նույն իշխանական մամուլում աշխատող, որ իշխանությունը, քաղաքական ուժերը հավերժ չեն։ Եվ ինչ որ մի օր շատ հնարավոր է իշխանությունը փոխվի եւ իրենք հայտնվեն այդ ճնշվող լրագրողի կարգավիճակում, եթե մենք չկարողանանք այս երևույթը արմատախիլ անել։ Ինչը ցավալիորեն երկար տարիներ ես փորձում եմ բացատրել, սակայն իրավիճակը չի փոխվում եւ այսօր էլ մենք տեսնում ենք լրատվական ոլորտում այդ ներկայացուցիչներին, նշեմ նաեւ, որ ինքս պատրաստ եմ պաշտպանել յուրաքանչյուր լրագրողի, եթե տեսնեմ, որ ոտնահարվում է նրա իրավունքը, ինչպես նաեւ քաղբանտարկյալներին, չնայած որ կարող եմ ունենալ նրա նկատմամբ շատ բացասական վերաբերմունք, դա պետք է մի կողմ թողնենք եւ նախորդ բանախոսը շատ ճիշտ ասեց, այս դաշտում մենք չպետք է առաջնորդվենք մեր սեփական ցանկություններով, մեզ դուր եկած մարդկանց պաշտպանում ենք, մեզ դուր չեկած մարդկանց ոտնահարում ենք, եթե մեկ այլ թիմից է ասում ենք, չէ, մեր քաղբանտարկյալը չի, չենք անդրադառնում։ Սա այս մասով, ես նաև մի փոքր կուզեմ խոսել այն մասին, մենք գիտեք մի քիչ sense խեղճացած ենք, հա, խոսում, մենք ինչ կարող ենք անել, դե մեզ ճնշում են, դե իշխանությունը sense, ես չեմ կարծում, որ մենք ոչինչ չենք կարող անել, ես կարծում եմ, որ մեդիան հզոր զենք է, ես կարծում եմ, որ չորրորդ իշխանությունը, լրատվամիջոցները, լրագրողները, եթե չուզենան հանձնել իրենց զենքը, ոչ ոք դա նրանցից չի վերցնի, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ մեկ այլ ուրիշ իշխանություն։ Ինչ է պետք մեզ դրա համար, մեզ ընդհանրապես պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրս, խոսքս վերաբերում է լրագրողներին, պարտավոր են կանգնել միմյանց կողքին, եթե տեսնում ենք, որ որևէ մեկի կողմից ճնշում են գործադրվում մեր նկատմամբ։ Ինչ պետք է անեն ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Օրինակ, ընդդիմադիր քաղաքական ուժերը կարող են անտիսլեփ օրենսդրություն առաջարկել, որը վերաբերում է նրան, երբ պետական պաշտոնյաները փորձում են հայցերի միջոցով ճնշել լրագրողներին, ճնշել հասարակական գործիչներին, այս օրենսդրությունը հենց նրա համար է, որպեսզի դա թույլ չտա։ Աշխարհում գոյություն ունի նման մոդել, կան մի շարք երկրներ դեմոկրատական, մենք ամեն դեպքում հայտարարված է, որ դեմոկրատական ենք։ Հետևաբար նույն ազգային ժողովի падգամավորները կարող են ուսումնասիրել եւ առաջարկ ներկայացնել ազգային ժողովում, որպեսզի մենք ի վերջո կարողանանք այս դատական չընդհատվող հայցերի դեմ պայքարել։ Խոսքը իշխանության ներկայացուցիչների կողմից ներկայացված հայցերն են։ Նույն Ալեն Սիմոնյանը մոտավորապես 37 հայց է ներկայացրել, իդեպ Սամվել Աշոտյանի դեմ էլ, ով այսօր այստեղ է եւ երևի թե կխոսի, կարծում եմ այդ թեմայով։ Եվ լրագրող չի, ակտիվ քաղաքացի է, այսպես ասենք, հասարակական գործիչ է դիրքավորվում,
բայց մենք կարող ենք Սամվել Աշոտյանի դեպքը դիտարկել, որ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, ով կարծիք կհայտնի, կարող է կիրառվել այս նույն մեխանիզմը, դատական հայց, ինչ որ գումարի բռնագանձում, եւ արդյունքում մենք կհասնենք նրան, որ ինչ որ մի օր չենք էլ կարող այսպիսի համաժողով կազմակերպել, որովհետեւ կասեն դե ինչ եք խոսում, ինչ կոռուպցիա, վերեք փաստը ցույց տվեք, որ ինչ որ մեկը կոռուպցիա է արել, ով է ձեզ իրավունք տվել կարծիք արտահայտել։ Իմիջիայլոց այստեղ նաեւ կա մի շատ արատավոր երևույթ, վերջին շրջանում իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց էջերում ամեն օր, գրեթե ամեն օր, եթե հետևեք կտեսնեք, ինչ որ մի լրատվամիջոցի նյութի են անդրադառնում եւ գրում են. «Այսինչ է, սա սուտ է, զրպարտանք է, դուք ինչ իրավունք ունեք»։ Գիտեք, հարգելիներս, լրագրողը իրավունք ունի կարծել, մտածել, ենթադրել յուրաքանչյուր բան։ Ոչ ոք չի կարող ինձ ասել, որ ես չեմ կարող գրել, որ օրինակ ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը սուտասան է։ Լավ եմ անում, կարծում եմ։ Սխալ եմ կարծում։ Դա իմ խնդիրն է։ Ալեն Սիմոնյանը չի կարող ինձ դրա համար դատի տալ, որովհետև դա իմ կարծիքն է։ Ես այդպես եմ մտածում։ Հետևաբար, ես առաջարկում եմ, քանի որ ես միշտ սիրում եմ լուծումներ տալ, հա, միայն չքննադատենք, որ վատ է, գիտենք, որ վատ է, առաջ էլ էր վատ, հիմա էլ ավելի վատ է, եւ եթե առաջ իշխանության ներկայացուցիչները իրենց նեղություն էին տալիս քրեական գործեր հարուցելիս գոնե, ինչ որ մարդ էին գտնում, ով գնում էր ցուցմունք էր տալիս, փորձում են ինչ որ ապացույցներ կեղծել, ինչ որ մի ձև սենց կծմծելով մարդկանց գլխին գործ էին սարքում, հիմա ուղղակի ում ուզում են կալանավորում են, ընթացքում դե կերևա էլի, հա, տենց էլ հավես չկա, դե լավ տարեք։ Հետևաբար դրա պատճառով մենք այսօր ունենք քաղբանտարկյալների սենց չվերջացող ինչ-որ ցանկ, մենք ունենք նաև որոշակի վախի մթնոլորտ սովորական մարդկանց մոտ եւ ես դա նորմալ եմ համարում։ Մարդը ասում է, ինչ իմաստ ունի, ես ինչ-որ միտեղ մի կարծիք գրեմ, մի բան ասեմ, հիմա գան ընկնեն իմ հետևից։ Այս վիճակին վերջ կարող են տալ միայն այն մարդիկ, ովքեր չեն վախենում, եւ ես առաջի տեղում դնում եմ հենց լրագրողներին։ Ես ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր լրագրող ինքը իրեն հարցնի, ինքը ինչի է դարձել լրագրող։ Եթե ինքը դարձել է լրագրող, որ գնա աշխատի ինչ-որ մի թերթում եւ կատարի այդ խմբագրի ցանկությունները, այդ քաղաքական ուժի, չգիտեմ, պատվերները, ընդհանրապես իրեն պատկերացնում է որպես ինչ-որ գործարանի աշխատող, ուրեմն դա իր տեղը չէ, ինքը լրագրող չէ։ Լրագրողը պետք է առաջին հերթին հասկանա, որ ինքը զենք ունի։ Եթե ինքը այդ զենքը տալիս է, չգիտեմ, իշխանության ընդդիմությանը ինչ-որ մեկին, ինքը այլևս լրագրող չէ։ Հարգելի լրագրողներ, եթե դուք չեք գիտակցում, որ այսօր ձեր ամենաչսիրած լրագրողին, դա կլինեմ ես, մյուսը, չգիտեմ, այս ոլորտում այո, կան տարբեր մարդիկ, տարբեր տեսակետներ, մեկը մյուսից զզվում է, մեկը մյուսին ատում է, դա էական չէ։ Եթե չեք գիտակցում, որ մյուսին հետապնդելիս դուք պետք է կանգնեք նրա կողքին, ուրեմն վաղը դուք այո հայտնվելու եք նրա կարգավիճակում, ինչը մենք տեսանք։ Ընդամենը 2016 թվականին 10 տարի առաջ, երբ ինձ հետապնդում էին Սերժ Սարգսյանի իշխանությունը այսպես բնորոշենք, այո լրատվական ոլորտում կային մարդիկ, ովքեր պատվեր էին կատարում եւ նյութեր էին հրապարակում իմ դեմ օգնելով ՀՔՑ-ին։ Այսօր այդ մարդիկ ես արդեն տեսնում եմ, որ հայտնվելու են իշխանության կողմից հետապնդումների շարքում։ Ցավալիորեն եմ արձանագրում սա, բայց սա չի դադարելու այնքան ժամանակ, քանի մենք ինքներս չհասկանանք, որ բացի մեզանից ոչ ոք չի պաշտպանելու։ Այդ թվում եւ թող չնեղանան դիմադիրները, բայց իրենք էլ մեզ չեն պաշտպանելու։ Մենք իրենց պետք չենք, եթե մենք ուժեղ ենք։ Մենք իրենց պետք ենք միայն, եթե կառավարելի ենք։ Այսքանը երևի թե